Բայց ինչի նստեն ձեր մեքենա։ Մի վարքան հիմնավորումը ասեք։ Հիմնավորումը ասեք ինչն է խանգարում, որ մենք ոդկով գնանք, եւ դուք ուզում եք, որ ես մեքենայով տեղափոխվեմ։ Որն է տարբերությունը։ Ուրեմն ես ձեր հետ կարող եմ գրազ գալ, որ մենք դուք կամ մենք միասին ոդկով ավելի շուտ ենք հասնելու մեր տուն, քան մեր մեքենայով։ Վստահեցնում եմ ձեզ։ Այսինքն դուք ոդկով եք ցանկանում։ Այո։ Հասկանալի է։ Գնացինք շոուրջը։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Մենք ծառայության հետ խնդիր չունենք, բայց ես հիմա արձանագրում եմ, որ երբ որ առավոտյան եկան եւ մեր գրասենյակը խուզարկեցին, հետո ասացին, որ մենք խուզարկելու ենք նաեւ ձեր բնակարանը։ Իհարկե ես այդ որոշումը չեմ տեսել բնակարանի խուզարկության, այստեղ դուրս գանք։ Ես դա չեմ տեսել, ես պայմանավորվեցի, որ առանց իմ ներկայության մեր բնակարան մուտք չգործեն։ Եվ իրանք ասացին, որ համաձայն ենք դրա հետ։ Հիմա փաստորեն ստացվում է, որ առանց իմ ես չգիտեմ աշխատանքի են, դասի են մարդիկ, իմ ընտանիքի անդամները, կինս, երեխաներս, որ մեկը դպրոցական է, եւ այս պայմաններում ես օրինակ չգիտեմ, ասենք, եթե երեխեն փոքրս տանն է եղել, ինչ է նշանակում դիմակավորված ներխուժել բնակարան։ Դա ես սա գնահատում եմ առնվազն մեր քարոզչական գործունեությունը, նախընտրական գործունեությունը խոչընդոտելու ակտ, որովհետև մենք չենք կարողանում մեր քարոզությունը պատշաճ իրականացնել։ Անդուրով էր բացել, պարոն Թևանյան։ Չի կարելի, սպասել, չի կարելի։ Այսինքն դուռը բացել է, ածի աշխատել։